Մայիսի 27-ին ժամը 16:40-ին ոստիկանության Մալեցիայի բաժին մի կնոջից ահազանգ ստացվեց։ Հայտնում էր, որ Անդրանիկի փողոցում անհայտ անձը քաշել պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան խաչով և փախել, պատճառելով 230,000 դրամի վնաս։ Հանցագործին հայտնաբերելու աշխատանքներն ընթացքի մեջ էին, երբ մի քանի օր անց նոր ահազանգ ստացվեց։ Տուժողը կրկին կին էր։ Այս անգամ Բաբաջանյան փողոցում բացահայտ հափշտակել էին նրա պարանոցի ոսկյա շղթան։ Պատճառված վնասի չափն էլ 200,000 դրամից ավելի էր։ Չնայած դեպքերը տեղի էին ունեցել տարբեր օրերի և տարբեր վայրերում, Մալեցիայի քրեական հետախույզները իմի բերելով փաստերը կասկածներ ունեին, որ երկու դեպքում էլ գործ ունեն նույն մարդու հետ։ Եվս մի քանի օր և դեպքերը բացահայտվեցին։ Տուժողների բանավոր նկարագրությունների հիման վրա պատկերացում են կազմել կասկածյալի վերաբերյալ, ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Կարճ ժամանակում պարզել ենք, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի քաղաք Աբովյանի բնակիչ Գևորգ Չիլինգարյանը։ Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների ընթացքում հիմնավորվեց Գևորգ Չիլինգարյանի կողմից հիշյալ կողոպուտները կատարելու հանգամանքը և ոստիկանության Մալեցիայի քննչական բաժնում հուլիսի 26-ին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով Չիլինգարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում կայացվեց։ 7 օր անց կասկածյալը հայտնաբերվեց։ Օգոստոսի 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան կիրճից բերման ենթարկեցինք ոստիկանության Մալեցիայի բաժին։ Գևորգ Չիլինգարյանը ոստիկանությունում խոստովանեց մեղքը։ Բացատրական և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ նա բացի վերոնշյալ երկու կողոպուտից Աբովյան և Երևան քաղաքներում մի շարք նմանատիպ կողոպուտներ էլ է կատարել։ Գևորգ Չիլինգարյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Կասկածներ կան, որ Գևորգ Չիլինգարյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Մալեցիայի կամ մոտակա բաժին։